Նազելի Բաղդասարյանն ասում է հետևյալը. Ադրբեջանի նախագահի տվյալ խոսույթը որևէ կապ չի կարող ունենալ, չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։ Այսինքն, ինչպես է պետք հասկանալ Զանգեզուրի Միջանցք ձևակերպումը Հայաստանի տարածքին չի վերաբերում ոչ մի ձևով, շարունակություն կա իհարկե Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են միայն թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերը, ինչը հստակ ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում։ Ուստի Զանգեզուրի Միջանցքը նորից հետ եմ գալիս, ներողություն, որ կրկնում եմ, չի կարող վերաբերել Հայաստանի Հանրապետության տարածքին։ Բայց ինչին է վերաբերում Զանգեզուրի Միջանցքը։ Ընդհանրապես մամլեխոսնակը կրկնում է վարչապետի այն խոսույթը, որ ազգային ժողովն ասեց, որ հավանաբար Ադրբեջանը եւ Ալիևը նկատի ունի Զանգելանից մինչեւ Հորադիզ ընկած այդ հատվածը, որը իրենք անվանում են էլի Զանգեզուր, հա, արևմտյան Զանգեզուր են անվանում, չէ, արևելյան Զանգեզուր են անվանում, եւ հավանաբար այդ տեղի հատվածը նկատի ունի, բայց մի քիչ չի բռնում իրար, որովհետեւ երբ որ Ալիևը ասում է տրիպը անցնելու է Զանգեզուրի միջանցքով, այդտեղ արդեն ինքը նկատի ունի հենց Հայաստանի տարածքը, որտեղ Հայաստանի տարածքից դուրս տրիպ չկա։ Տրիպը զուտ Հայաստանի տարածքին վերաբերող այդ հատվածն է, ընդ որում բարձել չի այդ միայն Մեղրիի հատվածն է, թե հյուսիսային հատվածներում էլ կարող է լինի, որտեղ գազամուղ նավթամուղն է անցնելու, որտեղ Ալիևը արդեն մի անգամ արտահայտվել է, որ ինքը շահագրգռված չի, որ Մեղրիի տարածքով անցնի եւ սահմանին Իրանի սահմանին մոտ անցնի այդ գազատարը նավթատարը, նույն պատճառով ինչի այդ վտանգ կա Վրաստանում անցնող նավթատար գազատարը Ռուսաստանին մոտիկ լինելու, Ռուսաստանը կարող է խոցի, այստեղ էլ Իրանը կարող է խոցի, դրա համար ինքը ասում է շահագրգռված եմ ավելի հյուսիսով անցնի, այսինքն տրիպը, որ նաև գազատար նավթատարն ներառում, իր մեջ նաև Հայաստանի այլ տարածքներ է պարունակում, եւ դա զուտ հայկական պրոբլեմ է, հարց է, հա, ոչ պրոբլեմ է, այլ թեմա է, հա։ Այնպես որ պետք է մի քիչ ավելի ճշգրիտ լինել այդ հարցերում եւ զգուշ լինել եւ այստեղ ես ուրիշ բան եմ ուզում ասեմ, նաեւ վերադառնալով ձեր նախորդ հարցին։ Տեսեք 23 թվականին, երբ որ հայաթափվեց Արցախը եւ Թուրքիան որոշեցին, որ արդեն ժամանակն է մեծ ճանապարհները Թուրքիայով անցկացնելու եւ իրենց երազած Զանգեզուրի միջանցքը կամ գոնե հայկական որևէ թույլատվությամբ ճանապարհ, բայց ամեն դեպքում այդ ուղիները որ բացվեն, հենց այդ ժամանակ ընդամենը 2 ամիս հետո, 2 չէ, երկու շաբաթ հետո, ներողություն, ինչ 2 ամիս հետո, սեպտեմբերի 26-27-ին էր վերջնական, որ հայությունը բռնագաղթեցվեց այնտեղից, եւ դրանից հետո 1-2 շաբաթվա ընթացքում հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Համասի այդ հարձակումը։ Եվ հիմա արդեն ավելի ակնհայտ է, որ Էրդողանը ինչ ազդեցություն ունի Համասի վրա, մենք կարող ենք մտածել, չէ, որ պայթեցնելու նպատակը, չնայած այնտեղ նաև ռուսների համաձայնությունը եւ միջնորդումը կարող լինի, որտեղ Համասի վրա նաև ռուսները ազդեցություն ունեն։ Համասը նաև Պուտինի մոտ է գնում բարբերաբար գալիս, հատկապես մինչև հոկտեմբերի 7-ը, պատվիրակություններ էր, որ գնում են Պուտինի հետ հանդիպում են։ Եվ դուք գիտեք, որ այս միջին միջանցքին կա մրցակից ճանապարհ, որը Իսրայելով պետք է անցներ, որը գալու էր Սաուդյան Արաբիայով, այսինքն Պարսից ծոցով, Սաուդյան Արաբիայով, անցներ Հորդանանով, Իսրայելով եւ գնար դեպի Եվրոպա, որի մեջ Իսրայելը շատ շահագրգռված էր։ Եվ դա մրցակից էր Թուրքիայով անցնելիք եւ Հայաստանով անցնելիք տվյալ դեպքում, ճիշտ է, Թուրքիան կուզեր, որ Հայաստանը ազդեցություն չունենար դրա վրա, բայց բարեբախտաբար հիմա ամերիկացիների շնորհիվ ունենալու ենք։ Եվ մեր աշխարհակական կշիռն էլ աճելու եւ տնտեսական շահաբաժին ենք ունենալու։ Իսկ նստե մեր շահերը համընկնում են Թուրքիայի հետ։ Եվ Թուրքիան գուցե իր ազդեցությունը Համասի վրա կիրառել է, որ հոկտեմբերի 7-ը լինի եւ Պայթի տարածաշրջանը նաեւ զոհաբերեց Համասի նստեության եւ Գազայի Պաղեստինցի ժողովրդին զոհաբերեց, որ փոզմիշան են, որ ասում է այդ հարավային ուղղությունը, ալտերնատիվ ուղղությունը։ Այն ինչ որ նաեւ Իսրայելն է շահագրգռված, որ մեր մոտ պայթեցնելով իր տարածաշրջանը եւ իրավիճակը թույլ չտալու այդ միջանցքների գոյությունը, որպեսզի իր միջանցքը դառնար միակը, որտեղ Ռուսաստանը փակվել էր, մեր մոտ էլ եթե փակվում էր, վերջ այդ հոսքերի միակ հարմար ուղին, բացի ծովայինը, որը որ խոցելի էր հուսիտների կողմից, գիտեք, որը որ Իրանի պրոքսին են, հա, Եմենում նստած անդադ հարվածում են, կամ ավելի երկար ճանապարհ Աֆրիկայի, ուրեմն շրջանցելով Աֆրիկյան հարավային հատվածով, հա, եւ այլն, այդ շատ երկար ճանապարհ ու թանկ։ Այսինքն, տեսեք ինչ աշխարհակահաղական ուրեմն շահերի բախման կիզակետում նաև հայտնվեցին այդ ամեն ինչը եւ պատահական չէր, որ
այսպիսի ծանր կորուստներ եղան, բայց էլ եմ ասում, գոնե այդ ամեն ինչից հետո, այդ ծանր կորուստներից հետո մենք ունեցանք աշխարհակաղակական որոշակի շահաբաժին, որը մեր անվտանգությանն է նպաստելու, տնտեսական զարգացմանն է նպաստելու, նաև հարևանների հետ միասնական շահերի դաշտ է մեզ բերում, որ իրենք էլ են շահագրգռված այսուհետ, գոնե այս պայմաններով իրենց ինչքան էլ իրենց համար անցանկալի էր, բայց արդեն համակերպելու են։ Իրենք շատ դժգոհ են։ Թուրքիայում էլ են դժգոհ, որ Տրամպի ուղի դարձավ դա եւ ամերիկացիները եկան նստեցին։ Եվ իրենք նաև Ալիևից են դժգոհ, որ ինչի համաձայնվեցիր։ Ոչ միայն ռուսներն են դժգոհ, այլ նաև թուրքերը։ Բայց դա հիմա փաստ է արդեն կատարվել է եւ չի կարա հետ նահանջ լինի դրանից, որովհետև Տրամպի պատժամիջոցներից ոչ մեկ բան չի երաշխավորված չի, հա, եմ որ ասում եմ։ Այնպես որ այդ փոխկապակցվածությունը, հա, Տրամպից այդ փոխկապակցությունը շատ կարևոր է, որ մենք հասկանանք, տեսնենք եւ ըստ դրա նաեւ ճիշտ քաղաքականությունը մեր կառուցենք։ Բրյուսել գնալուց առաջ Հայաստանում ձևավորվեց եվրոպական ինտեգրման բարդություն արտգործնախարարության շրջանակներում, որը իհարկե կես քայլ է եւ Եվրաքվե կազմակերպած ուժերը միշտ պահանջել են եւ ասել են, որ շատ ավելի բարձր մակարդակով պետք է համակարգվի մեր ինստիտուցիոնալ ներդաշնակեցումը եւ ինտեգրումը եվրոպական ինստիտուտների, Եվրոպային, այսինքն առնվազն փոխվարչապետի կարգավիճակ ունեցող մեկը եւ նաեւ բոլոր նախարարություններում այդ վարչությունները պետք է լինեն, որտեղ բոլոր նախարարություններն ունեն եվրոպական ինտեգրման խնդիր։ Բայց գոնե այդ մի քայլը արվեց գնալուց առաջ, որ նաև ֆոնը ձևավորվի, իսկ միջև էտել այս տարվա սկզբին արդեն օրենք էր ընդունվել, էլի Եվրաքվեի նախաձեռնած օրենքը բարեբախտաբար իշխանությունները համաձայնվեցին դրա հետ։ Նաև դա տեղի ունենում Եվրոպայի հետ առևտրաշրջանառության մասնաբաժնի ավելացմամբ, որը կապված է նաև Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության նվազման հետ։ Եվ այդ ֆոնին է նաև, որ մենք գնացինք ԱՊՀ, այսինքն մեր իշխանությունը Փաշինյանը գնաց ԱՊՀ գագաթաժողովին Դուշանբեում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալների կրկնակի պակասեցման ֆոնին։ Դե հիմա որտեղ կարող է ավելի լավ իրան զգալ, բարձր չէ, որ ուր է գնում վեկտորը եւ տնտեսական հարաբերությունների, այլ ռազմական չեմ ասում։ Մենք ԵԱՏՄ երկրների հետ ոչ մեկի հետ ռազմական համագործակցություն այսօր փաստացի չունենք եւ հակառակը եվրոպական երկրների հետ ունենք ռազմական լրջագույն համագործակցություն եւ նույնիսկ Միացյալ Նահանգների հետ ունենք ռազմական վարժանքներ, հա, բարբերաբար արդեն երկրորդն է օգոստոսին, որ լինում է, մոտավորապես 2 ամիս ամերիկյան զորքերը Հայաստանում են լինում։ Իսկ դա եւս մեր անվտանգության բաղադրիչն է, կապ չունի ինչ քանակի զորքեր են։ Ամերիկյան դրոշն է իր ռազմական ներկայությամբ։ Եվ դրա համար ես ասել եմ, որ պետք է ընդամենը 6 անգամ անել այդ զորավարժությունները, որ 2 ամիս ամբողջ տարին զորավարժություն լինի հայ-ամերիկյան եւ ստացվի, որ ամբողջ տարին ամերիկյան զորքեր կա Հայաստանում։ Դրանից լավ անվտանգություն ՆԱՏՕ-ի անդամ պետք էլ չի ել դրանից հետո, եթե այդպիսի բան լինի, հա, այն որ ասում եմ։ Չնայած իհարկե վաղ թե ուշ մենք պետք է դառնանք ՆԱՏՕ-ի անդամ եւ նույն անվտանգային համակարգում լինենք, ինչ որ Թուրքիան է, ինչը էապես կնվազեցնի նաև թուրքական սպառնալիքը։ Ինչքան էլ որ հիմա բարելավման ֆոն կա, այսպես հայ-թուրքական հարաբերությունների հունվարի 1-ից գուցե նաև բացվի երրորդ անձանց համար, երրորդ երկրների քաղաքացիների համար սահմաններ եւ այլն, բայց մեկը այդ ռետորաբանության եւ այդ ֆոնի վրա հույս դնել չի կարելի։ Միշտ պետք է ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել անվտանգությունը, իսկ դա այնա, որ թշնամական բաժանարար գիծ մեր ու Թուրքիայի միջեւ պետք է չլինի։ Եվ դրա երաշխավորը մենակ կարող է լինել այն, որ երկուսը նույն դաշինքում լինեն, կոպիտ ասած, հա, եւ ել չեմ ասում, մենք էլ Եվրամիության անդամ դառնանք, Թուրքիան էլ Եվրամիության տեխնացու անդամ մնա։ Եվ մենք միասնական նաև մաքսային գոտում լինենք Թուրքիայի հետ։ Այսինքն այդ կարգի բաներով, այո, թուրքական վտանգը կնվազի եւ այդ ժամանակ է, որ Ռուսաստանի համար մենք այ վերջապես իրոք արժեք կներկայացնենք եւ վերջապես ինքը հավասար հետ կսկսի մեր հետ հարաբերվել եւ շատ լավ հարաբերություններ կունենանք Ռուսաստանի հետ, որտեղ մի բան է, երբ որ ճորտն ու տերն են իրար հետ հարաբերվում եւ անդադ ճորտի հաշվին տերը ինչ զիջումներ ասես, մնացած հարևաններին լավություն ասես, որ չի անում։ Եվ մի բան է, երբ որ ինքը տեսնում է, որ չէ, այստեղ ճորտ չի, արդեն ինքը անկախ պետություն է, որ այդ ինքը ստիպված է հարաբերվել։ Ոնց որ Ադրբեջանի հետ եղավ։ Ինքը միջև մտածում էր Ադրբեջանը ճորտա, ոչ հետո Ադրբեջանը մի երկու անգամ քթի խփեց իրա ու հասկացրեց նաև իր դիրքավորումով, որ չես կարող այն վրա հարձակվես, ուրիշ տարբերակ չունես, քանց համակերպվես իմ շահերը պաշտպանելու, հաշվի առնելու հետ, եւ հիմա տեսակ խելոք սկսեց հաշվի առնել։ Գնաց մի հատ էլ ներողություն խնդրեց պաշտոնապես։ Մնացած բաներն էլ արդեն այն ինչ պայմանավորվել են կտեսնենք իհարկե, բայց վստահ եմ, որ այնպիսի բաներ չեն, որ մենք չենք կարողանա հաղթահարել Հայաստանի վերաբերող մասը նկատի ունենալ։